Իսկ որ այդ մնացածի իրավունքները սահմանապահ Հայաստանի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունից մեկ օր անց այդ պաշտոնում նշանակվեց Լոռու նախկին մարզպետը։ Արամ Ղազարյանը նախորդին հրաժարվեց նաև քաղաքացիական պայմանագրի անդամակցությունից։ Կուսակցական չլինելը օրենքի պահանջ է։ Ընդ որում Ղազարյանը մոտ մեկ ամիս առաջ էր նշանակվել իշխող կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։ Նորանշանակ ոստիկանապետը, որը համատեղությամբ նաև ներքին գործերի փոխնախարարն է, գրեթե 20 տարի է ոստիկանության համակարգում է աշխատել, զբաղեցրել Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի ոստիկանապետի պաշտոնը։ Արամ Ղազարյան անունը մամուլում կապվում է 2021 թվականին սպանված քրեական հեղինակության Քանաքերցի տույ մական վանփայտնի Արթուր Ղազարյանի հետ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների նա վերջինիս հորեղբորդ տղան է։ Առերևույթ այս կապի վերաբերյալ գործադիր իշխանությունը շարունակում է լռել։ Ազատության հետ զրույցում 53-ամյա Ղազարյանը միայն ասաց, թե չի ցանկանում այդ հարցի շուրջ խոսել։ Մինչ այդ բաց է մնում հարցը, ինչու աշխատանքից ազատվեց 2 տարի պաշտոնավարած Արամ Հովհաննիսյանը։ Հաշվետվողականության մասով կարծում եմ, որ պիտի ակնհայտ լինի, որ կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք այսպես թե այնպես հրապարակայնորեն քննարկվում են։ Բայց նաև պարտադիր չի, որ այդ քննարկումները կապվեն կոնկրետ անձանց հետ, մանավանդ ինչպես ասել եմ, որ տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված։ Դեռևս 2024-ի տարեվերջին Փաշինյանը հանրային հեռուստաընկերությանը նման պարզաբանում տվեց, երբ իրավապահ կառույցներից դժգոհելով SMS հաղորդագրությամբ այլ պաշտոնյաների շարքում ազատեց նաև քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քարամյանին եւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։ Սակայն թափանցի կառավարումը գերակայություն հռչակած Նիկոլ Փաշինյանի կառավարությունում արդեն 2 օր է լռություն է։ Չկա պարզաբանում, ինչու պաշտոնից ազատվեց 2 տարուց ավելի ոստիկանապետ աշխատած գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Ինչ դժգոհություն ուներ վարչապետը Հովհաննիսյանից, արդյոք նրա հեռացման պատճառը հանցավորության աճն էր, մահացու վրա երթերը, թմրամիջոցների կամ ապօրինի զենքի ազատ շրջանառությունը։ Մինչ այս հարցերը լայնորեն շրջանառվում են, մամուլում տարբեր վարկածներ են նկարագրվում, վարչապետի գրասենյակից միայն ասացին, մեջբերում եմ, առանց մեկնաբանության, եթե հարցեր լինի, վարչապետը հրապարակային կանդրադառնա։ Իրազեկ քաղաքացիներ միավորման ղեկավար Դանիել Յոհաննիսյանի կարծիքով Հովհաննիսյանին հուշել են հրաժարական տալ։ Սա ակնհայտորեն պայմանավորված է ոստիկանության աշխատանքի որակով, սա պայմանավորված է այն հանգամանքով թերևս երևի, որ Հովհաննիսյան Արամը հին համակարգի մարդ էր եւ ժողովրդավարական հասարակությունում ոստիկանության պետին ներկայացող պահանջներին այդքան էլ չէր բավարարում։ 35 տարի ուժային համակարգում աշխատած արդեն նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ 1 տարի առաջ ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց Մայրաքաղաքի Բաղրամյան Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հավաքների մասնակիցների նկատմամբ։